Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, արտահերթը բերել է իր հետ իսկապես արտակարգ իրավիճակ է ստեղծել ազգային ժողովում, որ ցանկացած օրենսդրական նախաձեռնության հետ բոլորիս մոտ առաջանում է մի, այսպես ասած, ծանր հոգեվիճակ, որովհետև ամեն մի նախագիծ նախ կարելի ասել արտահերթի հետ որևէ առնչություն չունեցող է այս պահի հետ կապված, երկրորդը իր մեջ ներառել է այնպիսի խաթին ուրեմն խնդիրներ, որոնք այս պահի համար եւ այս ռեժիմով ուղղակի անընդունելի էր։ Հիմա ես իմ հարցադրման մեջ ասացի, որ պետությունը, չգիտեմ, հետո կարելի ասել կառավարությունը, որովհետև արդեն պետության բոլոր գործառույթները գնում են դեպի կառավարություն, ռազմավարություն է փոխում։ Հիմա մենք հասել ենք մի հետաքրքիր գործընթացի եւ բոլոր մարտավարությունները տարել են մի բանի, որ կանգնել ենք փակուղու առջև եւ մեզ անհրաժեշտ է փոխել ռազմավարություն, որովհետև այն ինչով առաջնորդվել ենք մինչև այսօր, մեզ բերել է, կանգնեցրել է մի բանի առջև, որ այլևս տեղ չունենք գնալու։ Հիմա փնտրում ենք մի հատ փոքրիկ նեղ մի, այսպես ասած, լուսավոր կետ, դա մեզ համար արդեն կենտրոնական բանկն է, որի ճանապարհով որ գնանք, հնարավոր է ինչ որ փրկության առջև կանգնենք։ Հիմա ես պետք է ասեմ, որ մեր պետությունը նման է մեր ընտանիքներին եւ հայտնի պատմվածքից ես ուզում եմ բերել այդ արտահայտությունը, որ ասում է զորավոր են այն ազգերը, որոնք ունեն զորավոր ընտանիքներ։ Եթե ուշադիր լինենք, մեր պետությունն ու մեր ընտանիքները նույն վիճակում են։ Այսինքն ճիշտ հակառակ այդ արտահայտությանս ճիշտ հակառակ իրավիճակում ենք հայտնվել, որ պետությունը ընտանիքի է նման, որտեղ ընտանիքի բոլոր անդամները կարող են վարկեր վերցնել, այնքան մինչև որ բոլորը կարող են վերցնել։ Եվ որ բոլորը վերցնում են, պատկերն առաջանում է, սկսում են տան թանկարժեք իրերը վաճառել, այնինչ որ մենք հիմա վաճառում ենք, երեք էլ արդեն փոստային ծառայությունը դրեցինք արդեն օտարման ցանկում, հետագայում արդեն ստիպված վաճառում են իրենց տունը։ Հիմա պետությունն ինչ է անելու այս դեպքում։ Պետությունը ինքը մեծ տուն է, ինչ է անելու։ Ինչն է վաճառելու արդեն։ Փակելու ենք այս պետության հեռանկարն ու ապագան։ Դրան այս մտահոգության համար ես ունեմ հիմնակարեր։ Մտահոգություն համար առաջին, երբ որ մենք փորձեցինք արտագաղթը մեծացնել, այսինքն ազդել հնայի ոչնչացման վրա, ոչ թե հնարավորության վրա, արտագաղթի արդյունքում պակասեցին տրանսֆերտները։ Եվ այս տեսանկյունից մենք տվեցինք հնարավորություն, որ մեր հայրենակիցները իրենց ընտանիքները, չգիտեմ, իրենց վեշերը կապեին, թեկուզ ավտոբուսով կլինի, մի հատ գիտեք ինչ են գնում են մի երազ մեքենա, իրենց ամբողջ ապրանքը տեղադրում են տան, իրենց առաջին անհրաժեշտության ապրանքները եւ այդպես քշում գնում են երկրից։ Հիմա այսպես գնում են, այս տեսանկյունից մենք ապագայի հետ կապված, որ պատկերը ով պետք է փակի, այդ ապագա սերնդի հետ կապված վտանգ ունենք, սա մի խնդիր է և բացի դրանից, որ կարող են հույսել դնենք այն տրանսվերտների վրա, որոնք կարող են մտնել երկիր։ Հիմա սա այդ պրոբլեմներից մեկն է, որով մենք փորձում ենք այսպես հույս կապել մի բանի վրա, որ այլևս չի լինելու, որովհետև ոչ մի երիտասարդ չի մնալու այն երկրում, որին նախապես ասում են՝ «Տի աշխատես, պարկ փակես»։ Ընտանիքում էլ է այդպես։ Եթե դու քո երեխայի վրա պարտք ես թողում, այդ երեխան հավերժ այդ պարտքի տակից չի կարողանում դուրս գալ։ Խնդրում եմ զբաղեցնել։ Հաջորդը հնայի հետ կապված։ Հնայի հետ կապված, տեսեք, մենք փոխանակ ինչ ենք արել այսքան պատկեր բերելուց։ Այսքան պատկեր երբ բերել ենք, մենք պետք է ուղղորդեինք, որպեսզի համախառն այդ արտադրանքի տոկոսը բացացնենք։ Ինչքան աշխատատեղեր բացեցինք, այ ընտրություններից ընտրություն, հաճախ այս ամբիոնից սկսում են մեղադրել սրա նրա ծրագրերը։ Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, ինքս էլ դրան դեմ եմ։ Բայց բազմաթիվ ծրագրեր առավել եւս կառավարության ծրագրի հիմքում ընկած են, թե որքան աշխատատեղեր պետք է բացվեր, որքան, չգիտեմ, հնարավորություններ պետք է ընձեռներ, բայց մենք ինչ արեցինք այս վերջին մի տարվա մեր քաղաքականության արդյունքում, կրճատեցինք աշխատատեղերը, համաձայներին մեծ հարված հասցրեցինք, փակեցինք աշխատատեղերը եւ համախառն արտադրանքի տոկոսը փոխանակ բացացնենք, ուժեղացնենք եւ հույս դնենք պարտքը փակելու համար մի բան էլ սա էլ այս կողմից ձեռք քաշեցինք նաև այդ հնայի հետ կապված։ Սա էլ մի խնդիր է, որը ինձ այս պահին մտահոգում է։ Հիմա մենք ասում ենք համեմատվելու, եթե լինենք այդ պետությունների հետ։ Նախ մի հատ ուզում եմ ասել այդ պետությունների հետ կապված, իմ ընկերներն ասեցին, ավելի կարճ կասեմ, այդ պետությունները չեն գտնվում այնպիսի
սոցիալ-տնտեսական, աշխարհագրական, արտաքին մարտահրավերների իրավիճակում ինչպիսին մեր պետությունն է։ Այսօր մենք մեր, այսպես ասած, արկախված է անվտանգության խնդիրը ամեն րոպե մեզ համար։ Եվ ես սա սրտի ցավով եմ ասում, բայց իրավիճակն է այդպիսին։ Հիմա մենք փոխանակ ռեզերվներ ստեղծենք, պահուստային վիճակներ առաջացնենք, ինչ ունենք թանկարժեք իրեր վաճառքի հանեցինք, հիմա մենք չգիտենք էլ որտեղից ինչ վաճառենք, ստիպված ենք անընդհատ պարտքերի ինչ որ մի հատ լուսանցքային ձև գտնենք պարտքերը ավելացնելու։ Դրա համար այդ պետությունների դուք էլ եք բերելուց առաջ կասկածի տակ դնում, որ մեզ մոտ կարող է թերհավատություն առաջանալ, որտեղ եվրոպական պետությունների անունը եք տալիս կամ թեկուզ Բրազիլիա եւ այլն, սա նշանակում է, որ մենք Բրազիլիայի նման այնքան անասնագլուխ չունենք, մի քանի անգամ ավելին է, քան իր բնակչության քանակը, ինչը մեր հանդիպումների ժամանակ ներկայացրել են, այդպիսի հարուստ բնություն չունենք, ոչ մի բան չունենք, որ վաղը մենք կարողանանք դրա տակից դուրս գալ։ Այսինքն ճիշտ է, պետությունների մոտ այդպիսի հնարավորություն կա, բայց արդյունքում այս պետություններ վազում ենք ավելի լավ ապրելու, որտեղ ինքը երբ վերցնում է պարտքը, ինքը իր պետության ընտանիքին, ժողովրդին, քաղաքացուն չի գցում այդ վիճակի մեջ, ինքը պետության սոցիալական կարգավիճակը լավ է պահում, բայց ինքը պետությունը այդ հոգսը ինքը քաշում է։ Համեմատվելիս էլ պետք է նաև այդ շեշտադրումներին էլ ուշադրություն դարձնենք։ Հիմա ես իհարկե թվարկեցի այն պարտքերը, որոնք այն ներողություն վարկերը, որոնք այս մի քանի ամսվա մեջ մենք խոսել ենք, այդ պարտքերի առաջացումը, ասում եք, որ 4.7 միլիարդի մեջ չի մտնում է ներողություն, բայց ես խիստ կասկածում եմ, քանի որ դեռևս սրանք գործընթացի մեջ են։ Մենակ 270 միլիոն ատոմակայանինն է, որը դեռևս պետք է գա։ Եթե սրանք էլ են գումարում, մեզ համար ակնհայտ պարզ է դառնում, թե մենք ինչու են կենտրոնական բանկին առանձնացնում, տալիս սահմանափակում չենք դնում, որպեսզի հնարավորություն տանք վաղը էլի գումարներ բերելու, ինչ որ մի ձևի լավ 500 միլիոն է բերեցինք, լավ 1.5 միլիարդի հնարավորություն էլ ունենք, 1.5 միլիարդ էլ բերեցինք, հետո ժողովուրդ, ասենք եթե մենք այս մի տարում արդեն 1 միլիարդ, 1.5 միլիարդ եւ նաեւ են եվրոբոնդերի գումարներ ես գումարում են տոկոսն էլ հետո 875 միլիոն, 1.5 միլիարդի դեպքում եթե մենք սրան գումարում ենք արդեն 6 միլիարդի շրջանակների մեջ ենք, եթե մենք մի տարում ենք դա արել, նշանակում է մենք եկող տարի եւս 1 միլիարդ կանենք, նշանակում է լավ, այս 1 միլիարդ, 1.5 միլիարդի տեղն էլ փակեցինք, բա հետո ինչ ենք անելու։ Ասված ոչ առասցե, բա որ այդ արտաքին մարտահրավերները սրանան, լավ գիտեք ինչի մասին եմ ասում, չեմ էլ ուզում փագագծերը բացել, սրտի ցավով էլ ասում եմ, բա մենք ինչ ենք ներդնելու, ումից ենք փող ուզելու, որ վազենք գնանք վաղը ռեզերվներ ստեղծենք, մթերքի, ռազմամթերքի, չգիտեմ ինչի, տարածքներում մեր բնակչությանը տեր կանգնելու, այդ վտանգների դեմ կանգնելու, ինչ գումարներով ենք անելու այդ ամեն ինչը։ Ես չեմ ասում շքեղ ապրելու մասին, ես չեմ ասում ապահոված ապագա սերնդի մասին, ես ասում եմ անվտանգությունը պահելու մասին։ Անվտանգության խնդիր ունենալու եւ այսպիսի վտանգված վիճակում սահմանամերձ տարածքներում ապրող պետությունը, բայց այսպիսի բաները հաշվի չի առնի։ Մի խոսքով այս ամեն ինչը սրտի ցավով եմ ասում, բայց այնուամենայնիվ ասում եմ, որ պարզից էլ պարզ է, որ ինչու համար է արված, եւ մենք կարծում եմ, որ պետք է մեր քաղաքական բոլոր ուժերը իսկապես դեմ լինեն սրան, հետո եթե ես եվրոբոնդերի կապած ասացի 7.5%-ով պետությունը պարտք է վերցնում, 7.5%-ով, դա էլ է չէ քաղաքականություն, հիմա մեկ տարվա այս կառավարության արդյունքում մենք միլիարդի պարտքեր ենք ավելացրել, հիմա մենք էլի ունենք վարկ, որը քննարկման առարկա պետք է դառնա, չգիտեմ, կհասցնեն կդառնա, թե հետո կմնա, չգիտեմ։ Այսինքն ինչ է անում այս կառավարությունը։ Ինչի՞ է այսպիսի բան անում։ Պետությունը, կառավարությունը նույնն է, ինձ համար այս տարանջատումը, որ դրել եք, ես հասկանում եմ, բնականաբար կենտրոնական բանկին առանձնացնելու է։ Ես կարծում եմ նման կառավարությունը բարոյական պետք է գտնվի հրաժարական տա։ Մենք նստենք ազգովի մտածենք այս պետության ապագան, ինչպես ենք փրկում։ Ես իսկապես քիչ առաջ համատեցի մի ընտանիքի հետ։ Վերջին հնարավորությունը վարկերը փակելու դա բնակարանն է, որ մարդիկ ծախում են, դուրս են գալի փողոցում ապրում են։ Բա պետությունը ինչ պետք է ծախի վերջի վարքյանին։ Այսքան պարտքը ինչով պետք է փակի, տվեք ինձ ճանապարհ, ցույց տվեք մի ճանապարհ, ինչպես եք նախատեսում, ինչպիսի ճանապարհներով մենք պետք է այս պարտքերը փակենք։ Այ եթե դուք սրան մասին խոսեք, ես այսպես չէի խոսի։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ հորդորել բոլորիդ, իսկապես դեմ կանգնենք սրան, չի կարելի նման նախագիծ անցկացնել
եւ պահանջել ընդհանրապես կառավարությանը հաշվետու լինի այստեղ հետագա պատկերը փակելու հետ կապված։